Հիմա անցնենք օրինակներին։ Օրինակ, դարձյալ մեր այս 10 մեկ նկարը գնանք եւ հեշտաստուգել, որ ուրեմն այս նկարում R3-ի ենթատարածություններ են ինչերը։ Միայն այս հաշտությունը, թե կամայական հաշտություն, որը որ օկետով անցնի։ Կամայական հաշտություն, որ օկետով անցնում, ենթատարածություն է։ Կամայական ուղիղ, որ օկետով անցնում, նույնպես ենթատարածություն է։ Հələ դուք ասեք, միայն այս երկու բնույթի ենթատարածությունները կան, թե էլի ենթատարածություններ եք տեսնում։ Չկան ոնց որ։ Էլ չկան։ Հələ մի հատ հələ ուշադիր նայեք։ Նայեք, եթե ես Երեքը հենց R3-ի ենթատարածություն չէ կարող։ ապրեք, հենց ինքը իր ենթատարածությունը, չէ։ Խմբերի մեջ էլ այդպես էր, ամեն խումբ ինքը իր համար ենթախումբ էր։ Դե կարելի ասել ուն հավասար է R3-ը, ենթատարածությունը R3-ում։ Եվ մի հատ էլ ապրեք, այդ էլ խմբերից չէ հիշեցիք։ Եթե վերցնեմ միայն 0-ն, միայն 0-ից բաղկացած ենթաբազմություն, այնպես ենթատարածություն է։ Եվ ստուգելն էլ հեշտ է, չէ, երկու հատ 0-ի գումարը 0 է, անգամ 0-ն 0 է։ Եվ հենց սա է, որ կա, այլևս ուրիշ ենթատարածություններ չկան R3-ում։ Այս երկու հատիկը և այս երկու տիպը։ Ընդ որում դա տերմինոլոգիա էլ եկեք նորից խմբերի տեսությունից վերցնենք, տարածենք այստեղ։ Տերմինոլոգիան հետևյալն է, հիշում եք, խմբերի մեջ մենք այսպես էինք ասում, կան սեփական ենթախմբեր եւ ոչ սեփական ենթախմբեր։ Խմբի մեջ որոնք էին կոչվում սեփական եւ ոչ սեփական ենթախմբեր։ Ոչ սեփականը զրոյականն ու հենց ինքնին, սեփականը ոնց որ բացի այդ երկուսից։ Ապրեք, այսինքն ոչ սեփական ենթախմբեր, դրանք հենց անհետաքրքիր ենթախմբերն են։ Դա որտեղից է գալիս, դա թվերի տեսությունից է գալիս, տեսեք, ասենք եթե ես 12 թիվ ունեմ, 12-ի թվի համար բաժանարարներն ովքեր 3-ը, 6-ը, չգիտեմ 4-ը, 1-ը եւ 12-ը նույնպես։ Բայց ասում ենք, դե իսկապես լիարժեք բաժանարարներ են, որտեղ 12-ը 1-ի վրա էլ է բաժանում, 12-ի վրա բաժանում, կարող չի բաժանում։ Բայց 1-ը 12-ը 1-ի կամ 12-ի վրա բաժանել, այդքան շատ ինֆորմացիա մեզ չի տալիս։ Ավելի հետաքրքիր է սրանց վրա բաժանելը։ Երկուսն էլ ստայլ սպասեք ավելացնել դրիգության համար։ Սրանք կոչվում են սեփական բաժանարարներ, նրանք կոչվում են ոչ սեփական բաժանարարներ, գուցե սա լավագույն թարգմանությունը չի, որտեղ proper divisor երևի կարելի է եւ improper divisor։ Այդ ավելի լավ է թարգմանել ոչ թե սեփական, այլ որտեղ իսկապես բաժանարարներ եւ այնց ոչ ենքան իսկապես բաժանարարներ։ Ինչևից է։ Մի նմուշը այստեղ տեսանք, հաջորդը բազմանդամային տարածություններում։ Նայեք, յուրաքանչյուր Pn-ը Fx-ի բաժանարար է։ Կներեք, ենթատարածությունը։ Չէ, որովհետև մինչև n-րդ աստիճանի բազմանդամները դրանք շարունակում են բաժանամանդամները։ Իսկ ինչ կասեք, եթե ես վերցնեմ, ասենք, Pm-ը, P5-ը եւ P7-ը։ Սրանցից P5-ը պարզ չի, որ P7-ի ենթատարածություն է։ Հաջորդը, այստեղ զարմանալի բան է գրած, R2-ը ենթատարածություն չէ R3-ում։ Ոնց որ թե հակասություն է գրած, չէ, բայց չէ որ հենց նոր վերևը մենք ասեցինք, որ հաշտությունը տարածության մեջ ենթատարածություն է։ Հիմա այս ինչ է ստեղ բացատրված։
R2-ը ինչի կարող է ենթատարածություն չլինել։ Որտեղ R2-ի տարրը զույգեր են, իսկ R3-ի տարրերը եռյակներ են։ Ապրեք, տեսեք, մեզ դպրոցից սկսած Ռենե Դեկարտի էդիաները այնքան շատ են քարոզել, որ մենք ավտոմատ ընկալում ենք հարթության կետը, վեկտորը որպես զույգ եւ զույգը հետ ենք վերադարձնում որպես վեկտոր։ Այստեղ R3-ը եթե մենք ֆորմալ իր սահմանման նայենք, R3-ի R2-ի կետերը դրանք x-y զույգերն են, իսկ R3-ի կետերը x-y-z եռյակներ են։ Այսպես։ Այս զույգը ընդհանրապես եռյակ չի, եռյակին հավասար չի կարող ունենալ, հետաբար R2-ը R3-ի եռյակ չի, ուստի ենթաբազմություն էլ չի, ուստի առավելևս ենթատարածություն չի, բայց որպեսզի մեր վերևի գաղափարի հետ մի քիչ համախուշ դարձնենք, կարող եմ ես R3-ի մեջ վերցնեմ R2-ին շատ նման մի հատ ենթաբազմություն, դա ով է x1, x2 ստորակետ 0, այսպիսի եռյակները իրանց արհեստականորեն եռյակ դարձրեցինք։ Նրանք արդեն այս տեսակ եռյակների բազմությունը ենթատարածություն կազմում է R3-ում։ Դա ոնց է պետք ստուգել, վերցնենք սենց եռյակին, ըստ նախորդ երկրորդ սահմանման, երկու հատ այս տեսակ եռյակների գումար այս տեսակ է եւ այլն։ Հաջորդը դիտարկենք համասեռ գծային հավասարումների համակարգ, ասենք թե n փոփոխականներից։ Եվ մենք գիտենք, որ դրանք տարածություն են կազմում։ Իրանք կա նաև ենթատարածություն է։ Ինչու, որովհետև տեսեք, այստեղ շեշտված է n փոփոխականներից են իրանք։ Թե n փոփոխականներից է նշանակում է համակարգի ամեն մի լուծում իրանից ներկայացնում է։ Իրանից ներկայացնում է սենց x1-ից xn n-յակ, որը նաև rn-ից է։ Այսինքն այս համասեռի լուծումները իրականում ենթատարածություն են եղել։ Դե եթե ենթատարածություն են ու նաև իրանք տարածություն էին, ապա ըստ ենթատարածության առաջի սահմանման իրանք նաև ենթատարածություն են։ Լավ, եկեք հետևյալ երկու գործողությունը անենք, տեսեք, ենթատարածությունների հատումը, ինչ եք կարծում, ենթատարածություն կլինի, թե չէ, եթե ուն և W ենթատարածություն է, նրանց հատումը ենթատարածություն կլինի, թե ոչ։ Խմբերի հատումը միշտ էլ խումբ է, չէ, ենթախմբերի հատում միշտ էլ ենթախումբ է։ Այստեղ էլ կլինի։ Որ մի թե երկու հատ չէ, ինչ որ կա հատ վերցնենք, էլ իրենց հատումը ենթատարածություն է։ Դա կարելի է այսպես հասկանալ, օրինակ տեսեք, մեր եռաչափ տարածության մեջ, այսպես պատկերացնել պրիմիտիվ դեպքում, եթե մի ենթատարածություն ասելով հասկանանք վերցնենք այս հարթությունը, մյուս ենթատարածությունն է այս ուղիղն է, նրանց հատումը դա այս զրոյական ենթատարածությունն է։ Բայց ենթատարածությունների միավորումը ինչ եք կարծում, ինչ գաղափար ունեք։ Ենթատարածությունների միավորումը, ենթատարածություն չէ, ումը ոչ միշտ է ենթատարածություն։ Օրինակ ոնց, ինչ օրինակ եք ուզում վերեք։ Օրինակ երկաթարտություն, որ անցնում են զրոյական վեկտորով, ու նրանց հատումը գիծ կտա, բայց որ միավորենք, ոնց որ ստանանք երկաթարտություն, եթե մի վեկտոր վերցնենք մի հարթությունից, մյուս վեկտորի մյուս հարթությունից, իրանց գումարը արդեն լրիվ ուրիշ հարթությունից կստացվի։ Եղավ։ Ասեք այսպես նկարենք, եթե մեր տարածության մեջ վերցնենք երկու հատ հարթություն, մեկը սա,
Մյուսը սա։ Չեմ ասել, էս էլ O կետն է, սկզբնակետը։ Իրանց հատումը իսկապես տվեց այս L ուղիղը, ենթատարածությունների հատումը ենթատարածություն եղավ, բայց իրանց միավորումը այսպես մի բան է տալիս, չէ, այսպիսի մի օբյեկտ, խաչ ու փաչով, այսպես ասած, օբյեկտ մակերևույթ։ Սա տեսնում եք, որ իսկապես ենթատարածություն չէ, որովհետև հենց օգտվենք մյուս սահմանումից։ Եթե ես վերցնեմ ահա այս վեկտորը եւ այս վեկտորը, մեր միավորումից նրանց գումարը զուգահեռագծի կանոնով տալիս է այս վեկտորը, որը հեչել նրանց մեջ չի ընկած։ Բայց ասեք, նմանատիպ խոսակցություն խմբերից էինք, չէ, ասում էինք, դե խմբերի հատումը խմբի մեջ խումբ է, բայց միավորումը խումբ չէ, հետո ասենք խմբերի գործողություն սահմանենք, ենթախմբերի գործողություն գումար։ Ստեղ է սահմանվում, տեսեք, ինչպիսի տարօրինակ գործողություն։ Եթե ուն եւ v-ն երկու հատ ենթատարածություններ են մեր v տարածության մեջ, սահմանենք նրանց գումարը, երկու ենթատարածությունների գումար։ Դրան ոնց մենք սահմանենք։ Այս աստեղ գրած է ոնց սահմանենք։ Վերցնենք u-ի բոլոր տարրերը, վերցնենք w-ից բոլոր տարրերը, նրանք գումարենք իրար, լցնենք մի հատ բազմության մեջ։ Այդ արդյունքը մենք անվանենք u եւ v ենթատարածությունների գումար եւ նշանակենք ահա այսպես։ Օրինակ, հələ պրիմիտիվ օրինակից սկսենք, հա, եկեք այս սրանից էլ ավելի պարզ օրինակ հələ նայենք։ Պատկերացրեք մեզ տված լներ հարթությունը R2 եւ L1, L2 ուղիղները, իրանք ենթատարածություններ էին։ Սրանց հատումն էլ էսա 0-ն է ստացվում։ Գումարը ինչ կլներ, ես վերցնեի, ասենք, ուն ստեղից, w-ն ստեղից, գումարը այսպես մի բան էր տալիս։ Իսկ ամբողջ L1 գումարած L2 գումարը ինչ կլներ։ Հարթությունը։ Ապրեք, հարթությունը կլներ, որտեղ հարթության վրա ինչ վեկտոր էլ մենք վերցնեինք, այս վեկտորը այս երկու հատիկ վեկտորների գումարին է հավասար։ Իսկ ինչ կլներ, գիտեք ինչ է, վերցնենք մի կողմից այսինչ հատակի հարթությունը, արդեն ես տեղաբաշխվեցի R3, մի հատ որպես P վերցնեմ հատակի հարթությունը, իսկ որպես L2 է նախորդ L2-ը, ինչ կլնի P գումարած L2-ը։ R3-ը չկնի։ R3-ը կլնի։ Իսկ հələ մի հատ նաև հետևյալն ասեք, իսկ P գումարած L1-ը ինչ կլնի։ L1-ը այս էր։ Pen։ Ապրեք, pen, տեսեք ինչ տարօրինակ իրավիճակն է ստացվեցինք։ Հեչել անպայման չի որ գումարը R3 հլնի, մասնարարպես L1-ը եղած չեղածով իր ընկած է P-ի մեջ, ուրեմն նրանց գումարը P-ից ենկոմ չի գնա։ Ահա։ Եվ այդ գումարը, ինչպես տեսակ, նշանակվում է այսպես, եթե մի քանի հատ գումարիներ լինեն, կարելի է նույն կանոնով սահմանել նրանց մի քանի հատի գումարը, որ նշանակել են կամ այսպես, կամ էլ այսպես։ Մեկ օրինակները թվարկված են ներքևում, այստեղ այդ օրինակներն են, այստեղ օրինակներ բազմանդամների հետ
Այստեղ օրինակներ մատրիցների հետ, օրինակ ֆիքսենք այս 4 հատ մատրիցը եւ սահմանենք 4 հատ ենթատարածություն։ Ու 1 ասելով հասկանանք A անգամ այս մատրիցը տեսքի բոլոր մատրիցները։ Դա կլինի sense, չէ՞, A այս տեսքի բոլոր մատրիցները։ Նմանապես բոլոր մյուսների համար սահմանենք։ Նրանց գումարը կլինի ամբողջ M2-ը։ Եվ հեշտ է ստուգել այսպիսի կանոններ, որ այս գումար ասոցիատիվ գործողություն է, ասենք ու 1 գումարածու 2 գումարածու 3-ը կարելի է փակագծել այսպես էլ դնել, սա տրիվիալ ստուգվում է։